Ժողովուրդ ջան, բարի օր եմ ցանկանում բոլորիդ։ Դուրս եմ եկել, գնում եմ Վալբրիս։ Իմ սիրելիները ինձ նվերներ են ուղարկել, գնում եմ ստանամ։ Բայց չգիտեմ, այնտեղ կհարմարվի ցույց տամ, թե չէ։ Հետո կգամ տուն, տանը ցույց կտամ, եթե չհարմարվի։ Դե գնացինք։ Սա մեր թաղամասն է, որտեղ որ թաղամասը շատ վատ վիճակում է գտնվում, իսկ սա մեր տունն է, մեր այգին, որտեղից ես դուրս եմ եկել։ Հիմա գնում ենք, սիրելիներս։ Սա էլ մեր անտառ տնտեսության խաչմերուկում ենք գտնվում և այդպես գնում ենք միլիոնների թաղամասով իջնենք։ Ժողովուրդ ջան, սա միլիոնների թաղամասով ենք իջնում, իսկ այստեղ մեր ալեան է, հանրաճանաչ ալեան, անտառի սկիզբն է, հետո մի օր ցույց կտամ։ Սա էլ մեր փողոցն է, իջնում ենք քաղաքի կենտրոն։ Տեսեք որքան գեղեցիկ կանաչապատված է, որքան մաքուր է և եղանակն էլ ասեմ, որ շատ տաք է, գեղեցիկ տնկիներով։ Շատ հաճելի է այսպես քայլելը, մայթերը կարգավորված, փողոցը ասֆալտապատ։ Միայն մեր թաղամասն է, որ դեռ չեն արել, բայց հույս ունենք, որ հերթը դրան էլ կհասնի։ Սիրելիներս, սա էլ Ստեփանավանի հանգստյան վայրերից մեկն է, գեղեցիկ, տեսեք։ Այս տարի եղանակի պատճառով հանգստացողներ ոնց որ դեռ շատ քիչ կան, բայց կգան։ Այսպես գնում ենք և մի քիչ հետո կհասնենք նաև քաղաքային այգինել։ Վալբրիսը գտնվում է քաղաքային այգու հարևանությամբ։ Ուրեմն այս ծառերը այնքան եկել են կամարաձև փակ է, ոնց որ թե թունելի մեջով անցնելուց լինենք, շատ գեղեցիկ է։ Սիրելիներս, սա առաջվա 3-րդ դպրոցն է, որ հիմա միացրել են 4-րդին։ Ես երկար տարիներ այստեղ եմ աշխատել, այս դպրոցում։ Հիմա ասեմ, որ հասել ենք Վալբրիս։ Հասել ենք այստեղ, մտնեմ ներս, եթե հնարավորություն կլինի կնկարահանեմ, եթե չէ, ուրեմն կթողնենք հետոյին։ Սել ապրանքներն է, հիմա պետք է հատ ստուգեմ, տեսնեմ ճիշտ է, թե ոչ։ Սա էլ մեր քաղաքային այգին մտնում ենք։ Տեսեք ինչքան սիրուն, մաքուր, Հայաստանի առաջին քաղաքն է, մաքրությունով և գեղեցկությունով, անգամ իր այգով և կարուսելներով։ Ժողովուրդ ջան, շատ գեղեցիկ է։ Ժամի 6-ից 7-ից հետո բոլորը հավաքվում են, երաժշտություն են միանում, կարուսելներն աշխատում են։ Նախանձելի այգի ունենք, ասեմ ձեզ։ Նայեք,
անիվը մեր բարձր ոչ մի քաղաքում նման բան չկա, ասեմ ձեզ։ Ափսոս ուղղակի ժամանակ չկա, որ մի փոքր նստենք, հանգստանանք, այս էլ մեր ցայտաղբյուրներն են, տարբեր չափի, որպեսզի երեխաները, մեծերը կարողանան օգտվեն, մի հատ սարը ջուր խմենք։ Գեղեցկություն, իմ Ստեփանավան։ Երեխաները բատուտի վրա թռնում են, չնայած արձակուրդներ է, էլի շատ մարդիկ կան, բայց երեկոյան ավելի շատ է լինում։ Արդեն դուրս ենք գալիս քաղաքային այգին և իջնում ենք, սա էլ նոր օթել է, նոր հյուրանոց է, մենք որ այստեղ չենք եղել երկար տարիներ եկանք, արդեն այս հյուրանոցը պատրաստել էին, այս սեզոնին բավականին մարդ է լինում։ Դե ինչ, գնացինք առաջ, ժողովուրդ ջան։ Սա էլ է նոր բացվել, քաղցրավենիքի, ուրեմն սրահ է։ Մի օր ժամանակ լինի կմտնեմ և ցույց կտամ, թե ինչ կա։ Սա մեր առաջվա կինոյի շենքն է, ես էլ եմ եկել շատ այստեղ կինո, Սովետ միության ժամանակ ա եղել։ Հիմա խանութ է, սուպերմարկետ են սարքել։ Իմ դիմացը գտնվում է Շահումյանի տուն-թանգարանը։ Տեսեք ինչ գեղեցկություն է, ժողովուրդ ջան։ Շահումյանի տուն-թանգարանի ետնամասով գնում ենք։ Տեսեք ինչ գեղեցկություն է, ինչ ելեր են այստեղ։ Օդը մաքուր, ուղղակի ափսոս, եղանակը անպամած է, անգամ անձրևի կաթիլներ էլ է գցում, բայց դա մեզ չի խանգարում, որպեսզի վայելենք այս մաքուր օդը և գեղեցկությունը։ Այսպես պտտվում ենք Շահումյանի տուն-թանգարանի 4 կողմով։ Ժողովուրդ ջան, սա էլ Շահումյանի տուն-թանգարանի առաջնամասն է, այստեղ մեր շատրվաններն են, երեկոյան ժամին երաժշտությունով միացնում ենք։ Տեսեք որքան գեղեցիկ է մեր Ստեփանավանը։ Այս շատրվանները երեկոյան կաշխատեն, ափսոս չեմ կարող գալ, որ ձեզ ցույց տամ։ Իսկ սա առաջնամասն է, Ստեփան Շահումյանի տուն-թանգարանն է։ Շատ գեղեցիկ է ներսում, նորից եմ կրկնում, ժամանակ չկա, թե չէ ներսից ցույց կտայի։ Իսկ արձանը ներքևում է, տեսեք, Ստեփան Շահումյանի, ես դեռ շատ փոքր էի, երբ այս արձանը
Եվ Շահումյանի տուն թանգարանը կառուցեցին, մեզ էլ դպրոցից բերեցին բացմանը։ Ժողովուրդ ջան, նայեք։ Այս դիմացում է գտնվում է կուլտուրայի տունը, վերանորոգված, շատ գեղեցիկ է։ Քայլելով եմ նկարում, շարժվում է էլի։ Այս շենքն էլ մեր քաղաքապետարանի շենքն է։ Այսպես ուղիղ երբ գնում ենք, հասնում ենք մեր կամուրջին և անցնում ենք ձորի հակառակ կողմը։ Հրապարակը դուրս են գալիս և գնում ենք կենտրոնական խանութներ, գնումներ ունեմ անելու կարևոր։ Հեռվում էլ գտնվում է մեր երկրաշարժից տուժված առևտրի կենտրոնը, որը փլվել է, այդպես է մնացել է։ Ժողովուրդ ջան, արդեն տուն եմ եկել, նվերներս ստացել եմ արդեն Վալբրիսից, ուրեմն այստեղ ագարագար է, ես շատ եմ սիրում տարբեր բաներ պատրաստել, այստեղ գործելու համար է թելերը, պետք է այս նռերը գործել, ես դեռ շատ վաղ ժամանակվանից գործ ունեմ, տարբեր սփռոցներ, տարբեր բաներ եմ գործել։ Հիմա էլ որպեսզի ազատ ժամանակս հենց այնպես չկացնեմ, այսպես կգործեմ այս գեղեցիկ թելերով։ Այստեղ կակաոն է այստեղ։ Այստեղ էլ մեր ուրեմն վերմակների համար պատաձանիկներ է, ոնց հասկանում եմ, այո, պատաձանիկ։ Այսքան նվերները ստացել եմ, ուզեցի ձեզ ցույց տամ, որ դուք եք տեսնեք։ Սրանով ուրեմն տարբեր զեֆիրներ կսարքեմ, համեղ օգտագործենք։ Այստեղ է խանութից ուրեմն գնել եմ մարգարին, 5 տուփ, անցած անգամ հեռախոսով խոսում էի, աղջիկս ասում էր, մամ գիտես քո սարքած ինչ թխվածքը կուտեի, հարցրեցի ինչը, ասեց Նապոլեոն։ Հիմա բերել եմ շերտավոր խմոր պատրաստեմ, որպեսզի հետո թխենք։ Եվ այսպիսի կոֆե, մարդ կոֆե եմ բերել, հարևանուհիս երբ գալիս է սուրճ խմելու, ինքը մեր սովորական հայկական կոֆեից չի խմում, խմում է միայն հենց այս մակ կոֆեն, ուրիշ կոֆեները շատ կան այս տիպի, բայց հենց սա է խմում, դրա համար գնեցի, որ երբ գալիս է մեկ-մեկ պատահում է, որ ուզում է խմել։ Ուրեմն այսքանն էր, սիրելիներս, դե ինչ ասեմ, իմ սիրելիներից շատ շնորհակալ եմ, անչափ շոյված ու զգացված եմ այսպիսի լավ արարքի համար։ Այսքանը սիրելիներս։